Իմիջիայլոց Հայաստանի Հանրապետությունում գործում է համընդհանուր հայտարարագրման համակարգ, եւ այս համակարգից չեն կարող դուրս լինել հոգեվոր ծառայողները։ Մենք վաղուցվանից ենք խոսել, որ հայաստանյա ծառայելական եկեղեցին որոշակի առևտրային գործունեության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաեւ հարկեր վճարի, ընդ որում մենք ասում ենք, այս գլխից մենք պարտավորվում ենք եւ ասում ենք, որ այդ վճարված հավաքագրված հարկերը 100% անվերապահորեն կվերադարձնենք Հայաստանյա ծառայելական Սուրբ Եկեղեցուն, բայց եւ դեռ մի բան էլ ավելին, ըստ անհրաժեշտության նաեւ լրացուցիչ ֆինանսավորում կապահովենք այդ թվում սոցիալական երաշխիքների ձևով եւ այդպես շարունակ։ Իսկ ինչու նրանք չեն համաձայնվում։ Ինչու է արդեն 8 տարի կտրիչ ներսյանի համար այս օրակարգը ինչու է անընդունելի։ Մի պարզ պատճառով, որովհետև նրանք ուզում են գործել ստվերում, չլինել հաշվետվողական եկեղեցու առաջ, որն է ժողովուրդը։ Եկեղեցին ժողովուրդն է, սիրելի ժողովուրդ։ Եկեղեցին ժողովուրդն է։ Եկեղեցին կտրիչ Ներսիսյանը չի եւ երբեք չի եղել։ Երբեք որևէ կաթողիկոս չի եղել եկեղեցին։ Կաթողիկոսը եղել է եւ պետք է լինի եկեղեցու մաս, բայց եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է, հավատացյալ հանրությունը։